Տաշիր կապիտալը հոսանքի սակագին իջեցնելու երկրորդ դիմումն է ներկայացնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Առաջին դիմումը, որը մերժվել էր, հունիսի 6-ին էին մուտք արել։ Հանձնաժողովը պարզաբանել էր, որ եթե նույնիսկ այս փուլում հոսանքն էժանանա, հետո ավելի թանկանալու ռիսկը մեծ է։ Հանձնաժողովը մերժում էր տվել, հիմնավորելով, որ քանի որ անցել է 6 ամիս ժամանակ, այս 6 ամիս ժամանակահատվածը շատ քիչ ժամանակ է, որպեսզի ճիշտ կանխատեսում անել ամբողջ տարվա համար, որովհետև հնարավոր դեպք, երբ որ տարեվերջում պարզվի, որ մի բան է սակագինը բարձրացնելու հարց կարող է առաջանալ, ուստի այդ հիմքով մերժել էր հանձնաժողովը։ Հիմա, երբ անցել է գրեթե 1 տարի, արդեն ունենալով տվյալ, որ այդ մարժայի տարբերությունը տվել է 3.6 միլիարդից դարձել է 6 միլիարդից ավել արդեն իսկ, այսինքն մեր նշածը հիմնավորվել ու մի բան էլ այդ հիմնավորումները շատացել են ու 6 միլիարդից ավել է դարձել։ Ուստի եւս մեկ անգամ դիմում ներկայացրեցինք, որ այդ 6 միլիարդի արժեքի չափով սակագնի նվազեցում կատարվի։ Հետցի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի հաշվարկներով լրացուցիչ օգուտի հաշվին հնարավոր է 1 կիլովատի գինը 3 դրամով իջեցնել։ Դիմումատուները կոչ են անում հանրային վերահսկողություն սահմանել ու պահանջատեր լինել։ Ինչու հիմա, որովհետև սակագնային պլանի վերանայման հերթական ժամկետն է։ Բացի այդ, կարևոր է, որ Հայաստանի քաղաքացու բեռը հենց ձմռանն ընդառաջ թեթևանա։ Թույլ մի տվեք ձեզ ճնշեն, թույլ մի տվեք ձեզ խեղճացնեն։ Դուք եք այս երկրում իշխանության աղբյուրը, պետական մարմինները, պաշտոնատար անձինք, իրենց գործողությունները պետք է ձեր շահով պայմանավորվեն, ոչ թե անձնական շահով, դիրքով։ Մենք այսօր ուղերձ ենք հղում իջեցնելու սակագինը։ Իջեցրեք սակագինը, պետք է սա դառնա ֆլեշմոբ, պետք է դառնա հանրային պահանջ, որովհետև հստակ թվաբանությամբ ընթացակարգերով ապացուցում ենք, ցույց են տալիս այս մարդիկ, որ կա դրա ֆինանսական հնարավորությունը։ Իրանք չունեն նպատակ իջեցնելու սակագինը հիմա, հավանաբար կա հեռանկարային մանիպուլատիվ պլան շահարկելու ընտրություններից առանց, հնարավոր տարբերակ է դա։ Մասնագետները պահանջում են նաև, որ մինչև երկրորդ նամակին պատասխանելը հանձնաժողովը թվերով ու ֆինանսական վերլուծություններով պարզաբանի քաղաքացիներին, թե ինչու են 5 ամիս թանկ վճարել հոսանքի համար։ Հանձնաժողովի արձագանքում նշվում է, որ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե բնակչության էլեկտրաէներգիայի սակագինը կարող է 3 դրամով իջեցվել, չի համապատասխանում իրականությանը։ Ըստ ՀԿՑՀ-ի, սակագնի փոփոխությունը չի կարող լինել միայն լրացուցիչ ձևավորված 6 միլիարդ դրամ օգուտով, կան բազմաթիվ այլ դրական եւ բացասական գործոններ։ Հանձնաժողովն արդեն սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, եւ սպառողի սակագնի փոփոխություն կլինի թե ոչ, պարզ կլինի տարեվերջին։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։